Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Նորիկյան, նախ հասկանանք ինչու հրաժարվեցիք մասնակցել ընտրություններին եւ արդյոք դա յետ քայլ է քաղաքականության մեջ այլևս չեք անդրադառնալու, չեք վերադառնալու, թե պարզապես դες համար ինչ որտեղ դադար եք վերցրել հասկանալու իրավիճակը։ Շնորհակալություն հրավերի համար, քաղաքականության մեջ պաուզան դադարը շատ կարևոր է եւ քաղաքականությունից դուրս գալու մասին նման հայտարարություն կամ նման մտադրության մասին ես չեմ կարող այս բանը ձեզ հետ խոսել, եթե նման մտադրություն լիներ, ես այսօր ձեր տաղավարում չէի լինի, բայց ես ավելի պատե առիթ կգտնեմ ընտրություններից հետո այդ մասին ավելի խորքային անդրադառնալով, որովհետև այն process-ը, որի մեջ հիմա մենք հայտնվել ենք, այն գործընթացները կամ այն նախընտրական տրամադրությունները եւ ամբողջ փիլիսոփայությունը ընտրությունների եւս մեկ անգամ ինձ բերեց այն համոզման, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք չմասնակցել այս ընտրություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկության օրվան մնացել է մի քանի օր, ես ձեռնպահ կմնամ այդ խորքային պատճառների մասին խոսելուց, բայց ընդամենը մեկ հանգամանքի վերաբերյալ ձեր ուշադրությունը հրավիրեմ 2021 թվականին մասնակցում էին 26 քաղաքական ուժեր, որոնցից 22-ը կուսակցություններ էին, իսկ 4-ը դաշինքներ։ Ես ընդամենը ցանկանում եմ արձանագրել, որ այս ընտրություններին իմ կողմից մատնանշված 26 քաղաքական ուժերից 16-ը չեն մասնակցում։ Սա մտածող հասարակության եւ մեր ինտելեկտուալ վերնախավի համար նույնիսկ գիտական հետաքրքրության առարկա պետք է դառնա, թե այսիշ քաղաքական համակարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում, երբ որ քաղաքական կուսակցությունների մի ճշշող մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել քաղաքական գործընթացներին, իսկ քաղաքական գործընթացներին ներգրավել եւ հավակնություն են դրսեւորել այնպիսի քաղաքականությամբ չակերտավոր զբաղվող առաջնորդներ ուժեր, որոնք ընդհանրապես որևէ աղերս չունեն քաղաքականության հետ։ Եվ հենց ընթացիկ խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքն էլ է ինձ բերել այն հանգրվանի, որովհետև եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, անմակարդակ եւ անբովանդակ քաղաքական քարոզչություն է իրականացում։ Եվ հենց այստեղ է, որ մեր հասարակությունը ինքը պետք է իր համար հարց տա։ Ինչու է այսպես ստացվել, որ քաղաքական բովանդակություն, քաղաքական միտք գրող, քաղաքականապես մտածող անհատները, գործիչները դուրս են մղվում կամ մնում են խաղից դուրս իրավիճակում, իսկ ինչքան ծաղրացու կամ չգիտեմ չեմ ուզում կոշտ բառամթերք օգտագործել եւ ընդհանրապես քաղաքականության հետ աղերս չունեցող, կասկածելի անցյալ ունեցող, հանցավոր անցյալ ու հանցավոր ներկա ունեցող տարբեր շերտեր ոչ միայն ներգրաված են քաղաքական process-երի մեջ, այլև դրսևորում են կոնկրետ հավակնություններ։ Եվ հենց սրա մասին է խոսքը, բայց այդ դեպքում արդար է, որ դուք լքել եք այդ դիրքերը եւ ձեր ընտրողներին ում եք թողել։ Մի հատ նայեք, չէ, ես կարծում եմ դա մի քիչ ոչ թե հույսին թողելու խնդիր չկա, էլի, ես չէի ցանկանա մեզ ընտրողներին հուսախաբանել, հիասթափեցնել, մատնել անզորության մեզ պարտադրված իրավիճակը ստեղծվել մեր համար եւ մեր նման մտածող մարդկանց համար։ Լավ, եկեք խոսենք մի փոքր բացենք փակագծերը, որ քաղաքական ուժերն են այսօր հավակնում հաղթահարել անցողիկ շեմը։ Ընդամենը խոսվում է բոլոր սոցիոլոգիական հարցումներով էլ 4 քաղաքական ուժերի մասին է խոսք։ Առաջին իշխանություն, որը տիրապետում է ահռելի նյութական միջոցների, ահռելի վարչական ռեսուրսների, ահռելի տեղեկատվական հաղորդակցության միջոցների եւ իրականացնում է, այսպես ասած, ագրեսիվ քարոզչություն, ճիշտ է։ Սա իշխանություն է, որը բոլորի համար պարզ է։ Հաջորդ քաղաքական ուժը Հայաստան դաշինքը, որի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է։ Չկա քաղաքական բովանդակություն, չկա քաղաքական միտք, կա վիրավորանք եւ կա ահռելի նյութական միջոցներ։ Նյութական, այնտեղ առաջնային են նյութական կարողություններն են, միլիարդավոր դրամների կամ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։ Հաջորդը Գագիկ Ծառուկյան, հանեք փողը տակը բան չկա, ոչ մի քաղաքական միտք, ոչ մի քաղաքական բովանդակություն եւ Սամվել Կարապետյանը, որտեղ կա շատ փող եւ շատ փող։ Հիմա այս 4 քաղաքական միավորներն են իշխանությունը արեց ամեն ինչ, որ 5 տարվա ընթացքում
Հայաստանի իշխանության համար պայքարի գործընթացում կենսունակ լինեն բացառապես այնպիսի միջոցները կամ այնպիսի ուժերը, որոնց գործունեության առանցքում փողն է, որոնց գործունեության առանցքում դրամական միավորն է, որոնց գործունեության առանցքում նյութական ռեսուրսներն են։ Դուք ստեղ ինչ քաղաքական բովանդակությունը միտք կարող եք տեսնել։ Ես հարգանքով հանդերձ մնացած փոքր քաղաքական ուժերին, բայց ժողովուրդ ջան, մենք 21 թվականին անցել ենք դրա միջով։ Մենք տեսել ենք այն ինչի միջով հիմա իրենք փորձում են անցնել։ Ընտրություններից հետո խոսենք դրա մասին։ Ես հերթական անգամ այս իրավիճակում ինքնախապեյությամբ զբաղվել, տպավորություն ձևավորել, որ դու մասնակցում ես անարդար ու անազնիվ, ոչ հավասար քաղաքական գործընթացի։ Այսինքն գոնե դուք ազնվություն ունեք եւ ազնիվ ձևով ձեր այո, համակերպներին բացատրում եք։ Այո, բացատրել եմ, ներկայացրել եմ, որ այս քաղաքական գործընթացում որևէ հաջողության հասնելու որևէ շանս չկա։ Որովհետև երբ որ դու ստեղծել ես մի իրավիճակ, երբ որ փողով մարդիկ կռվում են իրար հետ, թե ով ավելի շատ փող ունի, ով ավելի շատ կարող է իրար մեկը մյուսին հայոյի, այդտեղ ինչ քաղաքական մտքի, քաղաքական պայքարի մասին կարող է խոսք գնալ։ Բայց գիտեք ինչ, ես չէի ուզենա սրա մասին մենք այսօր խոսենք, ժամանակը կգա, ընտրություններից հետո արդյունքները կամփոփվեն, տեսնենք ինչ քաղաքական քարտեզ է ուրվագծվել։ Ի վերջո բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չի, ինչ-որ մի օր իշխանությունը պետք է պարտվի, ինչ-որ մի օր ինչ-որ նոր ուժեր պետք է գան իշխանության, կտեսնենք քաղաքական ինչ քարտեզ է ուրվագծվում, դրանից հետո մենք մեր դիրքավորման մասին խոսենք։ Ամեն դեպքում, քանի որ ընտրություններից եւ քարոզարշավից են խոսում, պարոն Նորիկյան, հետևում եք ըստ երևույթին ուժերի այդ ծրագրերին, կա ուժ, որի ծրագրերը իրոք պետականամետ են։ Բայց որ ծրագրերի մասն է։ Դա սոցիալական ծրագրեր են, անվտանգության հետ կապված, բանակի հետ կապված, որն է առանձնացրել ձեզ համար։ Անկախ նրանից, թե ով ինչ է խոսում, հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած թիվ 1 խնդիրը անվտանգության խնդիրն է ու խաղաղության հաստատման խնդիրն է, պատերազմի ու խաղաղության խնդիրն է։ Բոլորի համար պարզ է, թողենք այդ քարոզչական մանիպուլյացիաները, բոլորի համար պարզ է, որ մեր տարածաշրջանում դեռևս լիովին խաղաղություն հաստատված չէ, ավելին, քանի դեռ Ադրբեջանի հետ արժանապատիվ, իրավահավասար, առանց մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ տարածքային հավակնությունների, ինչ-որ այլ նվաճողական նկարտումների չի կնքվել խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը ապառազմականացված չէ, այսինքն մարտական ստորաբաժանումները հետ չեն քաշվել դեպի զորքեր, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի իրականացվել սահմանագծում եւ սահմանազատում, քանի դեռ Ադրբեջանի զորքերը դուրս չի անել մեր օկուպացված տարածքներից, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր ռազմաշունչ հռետորաբանությունից, քանի դեռ Թուրքիայի հետ չի բացվել պետական սահմանը եւ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ, ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ցանկացած օր կարող է վիճակ փոխվել, ցանկացած օր, եւ ամենակարևորը, մենք ուզում ենք մեր ժողովրդի այդ հատվածին բացատրել եւ բոլորի հետ խոսել ազնիվ, ես կողջունեի, ես կծապահարեի, որ միայն Հայաստանից կախված լիներ ռեգիոնում խաղաղության հաստատման հեռանկարն ու հնարավորությունը, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ միայն Հայաստանից կախված չի, որ միայն Ադրբեջանից կախված չի, որ ավելին այս երկու պետություններից կախված չի, հետեւաբար մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, անկախ դրանից ով կգա իշխանության, Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 խնդիրը անվտանգության ապահովումն է ու խաղաղության ու պատերազմի հարցի կարգավորումը։ Մնացած գիտեք ինչ, սոցիալական ծրագրեր են, մեկի մոտ մի քիչ ավել կլինի կենսաթոշակի չափը, մեկի մոտ մի քիչ պակաս կլինի, մեկի մոտ մի քանի կիլոմետր ասֆալտ փռել ավելի շատ կլինի, մյուսի մոտ ավելի քիչ կլինի, բարակ ու հաս կլինի։ Գիտեք ինչ, դրանք ականջոյող հայտարարություններ են։ Մեր համար ռազմավարական կոնցեպտուալ հարցեր կան, որոնք լուծման անհրաժեշտություն են զգում ու պահանջում։ Օրինակ տեսեք, անկախ նրանից թե ինչպիսի քաղաքական իշխանություն կձևավորվի, ընտրությունները ինչպիսի արդյունքներ կարձանագրեն, ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու այլևս ակնհայտ է, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է կարողանա լուծի հետևյալ խնդիրները. Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, դրանից բխող բոլոր բարդություններով ու դժվարություններով հանդերձ, իսկ դա խաղաղության հարցն է,
խաղաղության պայմանագրի հաստատման հարցը, դելիմիտացիայի դեմարկացիայի հարցը, ռազմագերիների վերադարձի հարցն է, նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցն է, Ադրբեջանի հռետորաբանության չեզոքացումն է, նորմալ տնտեսական հարաբերությունների հարցն է, նորմալ ենթակառուցվածքների ձևավորումն են, դե մաքսակետերը, չգիտեմ, սահմանային կետեր են, անցակետեր են, պետական սահմանի գծանշումն է, բազմաթիվ հարցեր կան, այսինքն, այսի ամենակ Ադրբեջանի ուղղությամբ թրիպի կարգավորումն է դրանից բխող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հետևանքներով հանդերձ, հաջորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ամենաբարդ հարցերից մեկն է, ԵԱՏՄ-ում մեր դերի ու կարգավիճակի հստակեցումն է, ՀԱՊԿ-ում մեր դերի ու կարգավիճակի հստակեցումն է, եվրոպական ուղղությամբ մեր առաքելության հստակեցումն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների կարգավորումն է, Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման բարդություններն են, որովհետև հեշտ է ասել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ Իսկ դուք լսել եք թուրքական պահանջները, կամ պատկերացում ունեք թուրքական պահանջներից, կամ թուրքական պահանջ էլ չասեմ, ակնկալիքներից, թուրքերը ինչ են ակնկալում պետական սահմանը բացելու դիմաց։ Մենք պատրաստ ենք տալ այդ զիջել։ Այսինքն բարդագույն հարցերի առաջ ենք մենք կանգնած։ Եվ ըստեղ արդեն Նիկոլ չլինի, մնացած հավակնորդները չլինեն, ժողովուրդ ոչ պոպուլիզմն է անցնելու, ոչ էժանագին քարոզչությունն է անցնելու, ոչ է ժողովրդին խաբելն է անցնելու, սա կոնկրետ գործողություն է։ Ի վերջո ունեն այսօրվա քաղաքական ուժերը, ասես բովանդակային ձևով քննարկել։ Ի վերջո Հայաստանը վերածվել է հիմա աշխարհաքաղաքական կենտրոնների միջև բախման օբյեկտի, կռվախնձոր ենք դարձել։ Երկրորդ նախագահն այս ամենում մեղադրում է Նիկոլ Փաշինյանի եւ նույնիսկ պատերազմը այդ լինելու մասին, երբ որ խոսում է 44-օրյա պատերազմ գտնում է եւ հայտարարում է, որ եթե ինքը լիներ, պատերազմը չէր լինի։ Այստեղ անձնավորվում են նաեւ պարոն Նորիկյան այդ անվտանգության խնդիրները, խաղաղության խնդիրները։ Գիտեք ինչ, ես չեմ կարող երկրորդ նախագահի փոխարեն հիմնավորել իր ասածները։ Ասում եմ, եթե մեկ զանգ հնարավորություն լիներ անելու, ինքը կատարեր, այդ պատերազմը չէր լինի։ Ախր հենց այս մեծամտությունն ու մանկամտությունն է խանգարել մեզ, որպեսզի մենք զբաղվենք արդյունավետ պետականաշինությամբ։ Լսեք, հենց նույն Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածից Ադրբեջանը սկսել է իրականացնել իր ռազմաարդյունաբերական համալիրը վերականգնելու, իր բանակը ուժեղացնելու, ռազմական բյուջեն մեծացնելու եւ ռևանշի քաղաքականություն որդեգրելու գործընթացը։ Այսինքն ակնհայտ էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման սկզբից, որ Որդի Ալիևը պատրաստվում է ռևանշի եւ նա իր ամբողջ պետությունը, պետության ռեսուրսները, ենթակառուցվածքները սկսել է համապատասխանեցնել երկրորդ Ղարաբաղյան պատերազմ սանձազերծելու եւ ուժի միջոցով Ղարաբաղը հետ նվաճելու գործընթաց նպատակ ֆիքսել։ Եվ 2016 թվականին դա նախերգանքն էր։ Այսինքն ում համար պարզ չէր, որ Ադրբեջանը զինվում է, այդ թվում աշխարհի բոլոր հնարավոր երկրներից զենք է գնում, Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Բելարուսիայից, որ հարձակվի Ղարաբաղի վրա, որպեսզի հետ նվաճի։ Մենք ամենամարտունակ բանակ ունենք այդ ժամանակ։ Հիմա մի զանգ կլիներ, 4 զանգ կլիներ, չգիտեմ, Ալիևի ձեռքերը կապելը պայմանավորում էր, այդ ում էր զանգում։ Ում էր զանգում։ Ալիևին, Պուտինին։ Ում էր զանգելու Ռոբերտ Քոչարյանը, ախր չի կարելի ասենց անլուրջ ու սիրողական մակարդակով ինչ որ պատկերացումներ։ Իսկ եթե զանգեր այդ զանգի դիմացին չէինք տալու։ Այո, ես դրա մասին եմ ուզում խոսել։ Ի վերջո այդ խաղաղությունը գին ունի, կամ այդ պատերազմի չվերսկսումը գին ունի։ Այդ զանգը կարող էր արժանալ 5 շրջան, 7 շրջան, Արցախ։ Ի վերջո սկսած Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածից, սկսած 94 թվականից դուք չեք գտնի կամ չեք կարող վկայակոչել մի մեջբերում կամ խոսույթ, որտեղ Ադրբեջանը հրաժարվեր Ղարաբաղից, Ղարաբաղի վերադարձից։ Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, բայց ակնհայտ է, որ Արցախյան 44-օրյա ջախջախիչ պարտությունը պատերազմում գրած ջախջախիչ պարտությունը դա երրորդ հանրապետության քաղաքական մտքի սնանկության հետևանքն էր։ Ոչ թե հայ զինվորի
պարտություն, այդ քաղաքական մտքի սնանկությունն էր, հայ քաղաքական միտքն է պարտվել, սկսած առաջի իշխանությունից վերջացած Նիկոլ Փաշինյան։ Ի վերջո, երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանն է մեղավոր պատասխանատու, շրջան այսօր ինքն է իշխանության, բայց ինքը պետք է պատասխանատուն ու մեղավոր լինի, բա ով պետք է լինի։ Ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ Նիկոլի նախորդած իշխանությունները անթերի են գործել։ Անթերի եք, լուծեիք։ Մի զանգով կարողանում եք հարցեր լուծեիք 10 տարի կարայր օրեկան 3 զանգ անեիր, լուծեիք։ Այսօր էլ ասենց անփառունակ իրավիճակում չէինք հայտնվի, ոչ մենք, ոչ Հայաստանը, ոչ երկիր կկորցնենք, ոչ Արցախ կկորցնենք։ Ընդ որում ես չեմ ուզում խտաստել կամ այսօր ավելի կոպիտ բառեր օգտագործել։ Ես կարծում եմ, այն մարդիկ, որոնք իրական հնարավորություններ են ունեցել Ղարաբաղի հարցը լուծելու չեն լուծել, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը թող ինքը մտածի, ես ինչ եմ ասում։ Բայց իրանք մի բան ունեն անելու, ընդամենը, որոնք ծնողի գերեզման են կորցրել։ Ես չեմ խոսում 100,000-ավոր արցախցիների մասին, խնդրում եմ ուշադրի լսեք։ Այն մարդիկ, որոնք իրական հնարավորություն են ունեցել լուծել Ղարաբաղի հարցը ու չեն լուծել, իրանք մի բան ունեն մեր երկրում անելու։ Ատրճանակը դնեն սեփական քունքին ու ինքնասպան լինել, ամոթից, նվաստացումից, խայտարակությունից, ստորացումից, որ կարային լուծեին ու չեն լուծել։ Հիմա էլ եկել են դարձել են ճարտար հերոսներ։ Չի կարելի, չի Հիմա կարելի։ են ասում, եթե մենք մանդատ ունենանք, մենք կվերականգնենք հայ ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունը։ Ինչպես։ Պետք է ցույց տան այդ քարտեզը, պետք է ցույց տան ճանապարհը, պետք է ռեալ Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համատեքստում ցույց տան այն ուղիները, որոնցով փորձեն վերականգնել եւ ընդ որում այդ արժանապատվություն ասելով պետք է բացեն թե ինչ է նշանակում։ Ես էլ եմ շատ լավ հասկանում, արգելի Տիկին Մարի, որ այդպես չի, որ Արցախյան հարցը փակված է, այնպես չէ, որ Հայաստանի Ադրբեջանի միջև նման այսօր հռետորաբանություն կա խաղաղության, բայց այդպես չի, որ այսպես ասած աղմուկը դադարել է, վերացվել է կամ մեր մտքից դուրս է եկել երացող ինչ-որ բան չկա, Ալիևը դա շատ լավ հասկանում է, Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախում իրականացվել է էթնիկ զտում, այսինքն որը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան դա ասվում է ցեղասպանության հանցագործության համարժեք հանցագործությունների շարքին, Ալիևը շատ լավ հասկանում է, որ իր իշխանությունն էլ հավերժ չէ, որ իր երկրում էլ կան խուլ դժգոհություններ, որոնք կարող են ինչ-որ պայթել, տարածաշրջանը եռում է, Իրանի հետ կապված խնդիրները, Ամերիկան է եկել, Ռուսաստանը իր խնդիրները ունի, այսինքն մենք իրոք մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ եռում է ամեն ինչ եւ ցանկացած պահի կարող է քաղաքական հաշվեկշիռ փոխվել, քաղաքական հաշվեկշիռ կարող է փոխվել, մենք պարտավոր ենք ուղղակի ճիշտ հաշվարկներ անել եւ այլևս զրկված ենք սխալվելու իրավունքից, հետեւաբար, այստեղ կներեք այս բառից համար մենք պետք է խելքներս հավաքենք գլուխներս եւ ճիշտ հետևենք աշխարհակաղակական զարգացումներին եւ կարողանանք ոտատակ չեն գնել, այստեղ ինձ համար ամենաառանցքայինը։ Պարոն Օրիկյան, ինչպես կանցնեն ընտրությունները, խաղաղ թե կլինեն ցնցումներ եւ ընտրություններից հետո։ Ամեն դեպքում դուք ձեր վերլուծություն ունեք, կարող եք ինչ-որ մինչև առ այս պահը, այսինքն արտակարգ ինչ-որ պրոցեսներ տեղի չեն ունեցել, բայց արձանագրեմ անմակարդակ եւ անբովանդակ քաղաքական պայքար է ընթանում։ Ունեզրկման կարծես թե գուլակաթափման այսպես։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ մեկնաբանում, որովհետեւ գիտեք ինչ, 8 տարի փայլուն ժամանակահատվածեր այդ թեման այդ օրակարգը Հայաստանի Հանրապետության դաշտից հանելու համար 8 տարի աշխատել, արձանագրել 0 արդյունք, հետո գալ, ասել գիտեք ինչ կա, հա, ցեմենտի գործարան եմ հետ բերելու, չգիտեմ, տուն եմ ծերանոց դարձնելու, տունը խես ծերանոց դարձնում։ 8 տարի քանի ծերանոց պետք է սարքեիք, այսինքն դու ինչու ես այնպիսի պետություն ղեկավարել ես պայմանները, որ մեր երկրը ծերանոցի խնդիր ունի։ Ծերանոցի աղքատության հա, խնդիր ունի։ 8 տարի դու հիմա ախր Գագիկ Ծառուկյանը խի պետք է քո համար մրցակից լիներ, իշխանության համար մրցակից քաղաքական ուժ լիներ, որ հիմա էլ մի հատ դու իրան սպառնում ես, ասես ես 5 տարի հետո կամ 5 տարվա ընթացքում քո տունը ծերանոց եմ սարքում։ Մի հատ հարց
դու ինքդ ես, չէ՞, ասում ասես էլ մի հատ քեզ նայի, դու մի հատ հաշվի տուր, դու ով ես, ինչ որ պիտակավորումներ ես տալիս։ Ես չեմ ուզում հիմա գույները խտացնել, առավել խիստ գնահատականներով խոսենք ընտրություններից հետո, բայց ինչու պետք է այսօր այս մասնակից ուժերը լինեին քաղաքական Արդար Հայաստանը չմասնակցեր ընտրություններին, բայց որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչ չէր կարող ասել, տունդ պետականացնելու եմ, քեզ տանելու եմ կողեմ այս վանդակը, դու սպանել ես, կեղեքել ես, մորթել ես, լափել ես, թալանել ես, կեղծել ես Լուկաշենկոյի մասով, հա, չես բանարել, լրտեսական գործունեությամբ ես զբաղվում, չէր կարող ասել, ուղղակի չէր կարող ասել։ Այսինքն ինքը ստեղծել է իր համար մի հատ sense հիանալի միջավայր, որտեղ մա թափ տալով մանա գալիս, ու չգիտես, ես հաջորդ հարցն էլ առաջանալու, Գագիկ Ծառուկյան, դու չգիտես քո դեմ ինչ են խոսելու։ Քո ինչին էր պետք Գագիկ Ծառուկյան, եթե դու ոչ վարչապետ ես ուզում դառնաս, ու մինչև հիմա էլ չես հայտարարել քո վարչապետի տեխնացուն ով է, եղբայր քո մասնակցելու նպատակը ո՞րն է։ Իսկ կարծիքով ո՞րն է։ Այդ մասին ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը հաջորդ դասին։ Պաստորեն ամեն ինչ դուք այսպես ասած վերլուծել եք, պարոն Նորիկյան։ Եվ ընդ որում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի մասով, էլի քաղաքական ուժեր կան, որոնց մասնակցության նպատակը կամ մոտիվացիան ինձ համար հասկանալի է, բայց ընդունելի չէ։ Ընդհանրապես ինչ արեցին, ապականեցին քաղաքական դաշտը, քաղաքական գործընթացի տրամաբանությունը, քաղաքական մշակույթի արժեքը հավասարեցրեցին 0-ի։ Հասկանում եք, մեր նման քաղաքական մտածող կամ քաղաքական կամ հետագիծ ունեցող մարդիկ քաղաքական շուկայում պահանջարկ չունեն այսօր։ Հասկանում եք, սա է խնդրեմը։ Այ կարգին Հայկոն պահանջարկ ունի։ Էլի կան մի քանի ուժեր, որոնց մասին կուզենայի հետո խոսեի։ Ասենք կյանքը ապացուցում է, որ փաստորեն այդ որակի այդ հետագից ունեցող մարդ, որ ինչքան կարան անլրջացնեն, հայոյանքով խոսեն, չգիտեմ, անբովանդակ, անմակարդակ, քաղաքականությունից զուր, Հայաստանի ռազմավարական հեռանկարի վերաբերյալ բանավեճի մտադրություն չունեցող, քաղաքական միտք չգեներացնող, որևէ այլընտրանք չառաջացնող այդ մարդիկ հայտնվել են քաղաքական իրադարձությունների կիզակետում, իրենց, չգիտեմ, ինչեր են վերագրում, ու փաստորեն զավթել են, իրենք զբաղեցրել են այս քաղաքական դաշտը։ Ում ածերնտու իշխանությանը։ Ով է դրանից շահում։ Նիկոլ Փաշինյանն է։ Ընդ որում ասեմ ձեզ, այս խելոքների մի բան ասեմ ձեզ։ Վերջի օրերին ընդհանրապես հակառուսականության այս տոնը, որը բարձրացել է Հայաստանում, նա մանավանդ Ռուսաստանի կողմից էլ էս վերջի գործադրած ջանքերի արդյունքում է, ժամկետներ են տալի, ասում են կողմնորոշվեք, մեզ պարտադրում են սահմանադրություն, ներողություն հանրաքվե անցկացնենք, Շոու ջան, դրանից ով է շահում։ Նիկոլը չի շահում։ Լեգատ ուշադրություն դարձրեք։ Գործող իշխանության դիրքերը, որքան Հայաստանի Հանրապետությունում հակառուսականության էլեմենտը տարը ուրեմն տրամադրվածությունը մեծանում է, այնքան ինչ գործող իշխանության դիրքերը ամրապնդվում են։ Ռուսաստանը չի գիտակցում սա, Ռուսաստանը չի հաշվարկում սա, Կրեմլը չի պատկերացնում, որ ինչքան ինքը խոսում է Հայաստանի դեմ սպառնալիքների ենթադրյալ տնտեսական սպառնալիքների մասին, գործող իշխանության դիրքերը ամրապնդվում են։ Հետևությունները թողանեն մեր խելոքները։ Բայց եթե իվարկան ես դրա մասին ես 6 ամիսա խոսում եմ, Հայաստանի ամեն մի երկրորդ քաղաքացի կամ երրորդ քաղաքացի, լավ կամ չորրորդ քաղաքացի ասում է հետևյալը. քանի Քոչարյանը կա, Նիկոլը պետք է ընտրվի վարչապետ, ճիշտ է։ Կա նման խոսակցություն։ Կա նման խոսակցություն։ Կրեմլում չգիտեն այդ ամեն ինչը։ Հիմա եթե իրանք Ռոբերտ Քոչարյանի հետ ունեն նորմալ հարաբերություններ ու ցանկանում են որ Նիկոլը գնա, իրանք պետք է մի հատ զանգով ասեն Ռոբերտ Քոչարյան դուրս արի խաղից, որպեսզի իշխանությունը ժողովուրդը չասեն քանի Քոչարյանը կա, Նիկոլը պետք է մնա։ Հետևաբար, եթե իրենք Քոչարյանին մտցնում են խաղի մեջ ու մի հատ էլ ձմերուկ են դնում Ռոբերտ Քոչարյանի թևերի տակ, դա նշանակում է, որ Կրեմլը ուզում է, որ Նիկոլը վերարտադրվի։ Ժողովուրդ ջան, որպեսզի իրենք Նիկոլի վերարտադրման դեպքում կամ այս իշխանության ամրապնդման պայմաններում, այս հակառուսականության ֆոնին Ռուսաստանը արդարացնում է իր գործողությունները։ Ասում քանի որ ձեր իշխանությունները գնում են Եվրոպա, իբր գնում են, ճակերտավոր գնում են Եվրոպա, արևմուտք։ Մենք էլ սենց ենք անում։
Պարոն Նորիկյան, դուք նկարճատել գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Պարոն Նորիկյան, ընտրությունների մասին փաստուկ քարոզարշավը մենք ամփոփեցինք, դուք ասացիք, մասնակիցների մասին խոսեցինք, ընտրություններից հետո կխոսենք ավելի բացելով հակագծերը, քարտեզի մասին եւ շատ բաներ կխոսենք առավել բաց։ Հիմա մենք խոսեցինք Ռուսաստանի եւ Հայաստանի այս փոխհարաբերությունների։ Տեսեք, դուք ասում եք Կրեմլն է ուզում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի եւ այս ամենը դրա համար է։ Այդ դեպքում մեր տնտեսվարողներին ինչպես բացատրենք, թե մարդիկ ինչպես են այսպես բիզնեսը կանգնել է ինչ որտեղ արդեն այլ ընտրանք չունեն, թեև Գևորգ Պապոյանն ասում է եկեք այլ շուկաներ արդեն գտնենք, խնդիր չի։ Նախ այլ շուկաներ որոնել, չմնալ միայն Ռուսաստանի շուկայի հույսին, դա ինձ համար փաստ է անկախ քաղաքական կոնյունկտուրայից դիրքավորումից, անկախ իմ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, Արևմուտքի նկատմամբ, Ժողովուրդ ջան, բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այլընտրանքային միջոցներ կամ տարբերակներ, որ կարողանան իրենց արտադրանքը իրացնել տարբեր շուկաներում։ Ռուսաստանը մեծ պետություն է, մենք Ռուսաստանից նեղանալու իրավունք չունենք, որպես քաղաքական ազգ։ Անձնապես կարող ենք ինչ-որ տրամադրվածություններ ունենալ, բայց եթե մենք պետություն ենք,
այդ պետությունը հզոր պետություն է, վարում է իր քաղաքականությունը, ինքն էլ իր պահանջներն է դնում, ինքն էլ իր նախասիրություններ ունի հնարավորություն օգտագործման։ Մենք էլ ունենանք, մենք էլ կօգտագործենք։ Դրա համար մենք պետք է ուղղակի դասեր քաղենք, խելքներս հավաքենք գլուխներս, հույսներս մենակ Լարսի անցակետի վրա չլինի։ Կարողանանք ճիշտ կառուցել մեր, ես ոչ տնտեսագետ եմ, ոչ էլ կարող եմ նման հաշվարկներ անել, բայց ես շատ լավ գիտակցում եմ, որ մնալ ամբողջ ձվերը դնել մեկ զամբյուղում դա վտանգավոր է, դա կարող է բերել շատ վատ հետևանքների։ Ուստի մեր դիվերսիֆիկացված քաղաքականությունը հենց դրան պետք է միտված լինի։ 8 տարի այստեղ էլ է ուշացել իշխանությունը։ Իսկ ինչ է արել 8 տարվա ընթացքում, բացի ճոռոմաբանությունից, ոչ մի լուրջ ենթակառուցվածքային գործունեություն չի ծավալել, որ կարողանար մեր տնտեսվարող սուբյեկտներին նախ ճիշտ մեթոդապես պատրաստել, մրցակցային դարձնել մեր արտադրանքը, որովհետև գիտեք ինչ, խոսում են Եվրոմիության անդամակցելու։ Մենակ ապուշը չի ցանկանա, որ Հայաստանը դառնա Եվրոմիության անդամ։ Այդ ով չի ցանկանում։ Ես էլ եմ շատ բան ցանկանում, հետո բայց ով չի հասկանում, որ Եվրոմիության անդամակցությունը դա ստանդարտներին անդամակցել է։ Մենք պետք է հասկանանք, մենք համապատասխանում ենք այդ ստանդարտներին, թե որը հիմա արդեն Ռուսաստանը կարծես թե մեր առջև դնում է, չէ՞։ Հիմա տեսեք, Ռուսաստանը դնում է, նորից եմ կրկնում։ Մի հատ կրկնում եմ, հետ չգանք նախորդ թեմայի քննարկմանը։ Այդ տոնը, որով այսօր խոսում է Ռուսաստանը, Հայաստանը, դրանից ով է օգտվում ժողովուրդ քաղաքական առումով։ Բոլորի մոտ թաքնված զայրույթ կա Ռուսաստանի նկատմամբ, որ ասում է չհասկացանք, եղբայր, եթե դու մեր դեմ սենց ես խոսում, այսինքն դու ուզում ես այնց անես, որ իբրև թե ընտրվեն բաները, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը, ձերինա դու գնալու եմ ընտրեմ Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդ ջան, ակնհայտ է, չէ՞։ Որ այս խոսույթից Փաշինյանի ռեյտինգն է բարձրանում, ինչքան շատ փագեն Լարսը, ինչքան շատ փագեն ջերմոսները, այդքան ճիշտ է այդ սեփականատիրը տերը դուժում է, բայց նորից եմ գրվում դրանից Փաշինյանի ռեյտինգը չի վնասվում, կործանվում, Փաշինյանը աղետի չի հայտում, այստեղ պետք է լուրջ մտորեն մեր տնտեսվարողները։ Ես գտնում եմ հետևյալը, որ Ռուսաստանը կախված ընտրությունների արդյունքներից եւ Հայաստանն էլ Նիկոլը մնացել է ասի մամայի սարև կամ պապայի սարև յետմից դուրս չեմ գալու։ Ամեն ինչ ասել է։ Մեր Գրիգորյանը գնաց ասես, որ մենք նման նպատակ չունենք, որ մենք նման մտադրություն չունենք, հասկանում եք, բայց այդ կարծեք թե չեն լսում։ Լուկաշենկոն էլ հիշեցնում ուկրաինական սցենարի մասին այնպես որ հիշեցնում են, նորից եմ ասում, դա հենց ագրեսիա է առաջացնում մեր հասարակության մեջ, չհասկացա, մենք խի պետք է դառնանք Ուկրաինա։ Ինչի համար եք մեզ նման սպառնալիք հնչեցնում։ Այսինքն ըստ ձեզ, ես ուզում եմ ըստեղ Նիկոլի խնդիրը չի, ոչ էլ Քոչարյանի խնդիրն է, ոչ էլ մնացածի խնդիրն է։ Ես ուզում եմ որպես միջին վիճակագրական հայ ներկայացուցիչ Հայաստանի քաղաքացի ինքս ինձ համար չհասկացա, մենք իրանք չունենք ընտրություն կատարելու։ Մենք իրանք չունենք որոշել ով պետք է լինի մեր իշխանությունը։ Այսինքն Բելարուսիայի նախագահ պետք է մեզ հաթաթաթա կամ սպառնա ուկրաինական սցենարով, բայց մենք ինչ ենք արել, որ ուկրաինական սցենար պետք է մեզ բաժին հասնի, նման ճակատագրի արժանանանք։ Այսինքն ստեղ հենց իրենց խոսույթով առավել մեծ զայրույթ են առաջացնում հայ հասարակության մոտ։ Եվ հետո մի հատ ուրիշ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ռուսաստանը այս առումով շատ ստրատեգիական եւ այդ սեգմենտը ստրատեգիական սխալ է թույլ տալիս։ Ես կարծում եմ հետեւյալը, ցանկացած պարագայում հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը, Ռուսաստանը պետք է ուղղակիորեն հայտարարել հետեւյալը, որ ինքը կհարգի Հայաստանի քաղաքացիների ցանկացած որոշում ընտրության արդյունքը ինքը կհարգի հայ ժողովրդի որոշումը թե հայ ժողովրդը ինչպիսի իշխանություն է ձևավորում, բայց տեսեք իրենք էլի ռազմավարական սխալ են թույլ տալիս այս առումով։ Հիմա եթե իրենք դիրքավորվել են նրան, որ իրենց իբրև թե իրենց գործողություններով Սամվել Կարապետյանին են աջակցում, Ռոբերտ Քոչարյանին կամ ցանկանում որ նա գա իշխանության կամ Գագիկ Ծառուկյանին, այս երեք ուժերի պարտության դեպքում աշխարհաքաղաքական ընկալման դիտանկյունից գրանցվելու է, արձանագրվելու է, որ Ռուսաստանը Հայաստանում էլ պարտվեց, որովհետև նրա այդ քաղաքական ուժերը, որոնք ինքը սպոնսոր հովանավորում է, աջակցում է, չգիտեմ, ցանկանում է, նրանք չհաղթելու պայմաններում Ռուսաստանը ստեղ էլ կորցրեց։ Այսինքն հետևաբար իրենց խոսույթը կամ իրենց այս պահվածքը
մեր նկատմամբ կարծում եմ ճիշտ չէ, բայց իրենք կոպիտ ասած, ես իրենց հասկանում եմ, իրենք ամեն ինչ անում են հասնելու հետևյալ փաստի արձանագրվանը, որ եւ իշխանությունը պրոռասական լինի, եւ իշխանությունը իրենց հանդեպ խնդիր չունենա, իրենց այդ խնդիր չունենա, եւ ընդդիմությունը չունեն։ Այսինքն իրենք ամբողջ քաղաքական դաշտը նվաճեն։ Սա է իրենց հիմնական նպատակը։ Պարոն Նորիկյան, կհետևենք իրադարձությունների զարգացման, ամեն դեպքում բոլորն սպասում են հունիսի 7-ին, թեկուզ այդ Ռուսաստանի Մոսկվա այսպես Երևան հարաբերությունների։ Ես ընդհանրապես մեկ բան ասեմ, Հայաստանի ցանկացած իշխանություն պարտավոր է վարել սթափ, հավասարակշռված, շրջահայաց քաղաքականություն, չսրելու իրավիճակը, մենք որևէ մեկի հետ պատերազմելու, թշնամանալու կամ արճակատվելու, այդ թվում նաև տնտեսական ոլորտում չունենք, մեր խնդիրը ապահովել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բնականon գործունեությունը ձեռնարկատիրական, մենք պարտավոր ենք մեր արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին հանդարտ, առանց ներվի, առանց գժտվելու, առանց արճակատումների, փորձելով հղկել սուրանկյունները, մենք Ռուսաստանի հետ արճակատվելու ոչ մտադրություն պետք է ունենանք, ոչ պատերազմելու ուրեմն հնարավորություն ենք, այս, չգիտեմ, խելահեղ մտքերը պետք է մեր որոշ սեգմենտների կամ մարդկանց գլուխներից անենք, մենք ուղղակի պետք է Ռուսաստանի հետ պարզ անկեղծ լինենք, որ կան մենք ձեր այդ խնդիր չունենք, բայց մենք Հայաստանի ռազմավարական շահը ավելի ենք գերադասում եւ ամենից ենք գերադասում։ Կուզեի իմանալ ձեր կարծիքը ցուցադրված զորահանդեսը տեղի ունեցա եւ ցուցադրված զենք զինատեսակը։ Դուք բանակի բավականին մոտ եք կանգնած։ Գիտեք, ես որպես մասնագետ չեմ ասում, որովհետեւ դրա հնարավորությունը գուցե չունենաք, բայց ամեն դեպքում որպես շարքային քաղաքացի, որպես ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, հիմա էլ ասեմ։ Անկախ նրանից թե ով է իշխանությունը, անկախ նրանից Նիկոլն է, Քոչարյանն է, Լևոնն է, Սերժն է, ով ուզում է լինի, բանակը մեր հպարտությունն է։ Իր բոլոր թերություններով հանդերձ։ Բանակի թերությունների մասին ես կարող եմ ժամերով խոսել եւ տեղյակ եմ եւ ամենօրյա իմ մասնագիտության բերումով ես շփվում եմ բանակում գոյություն ունեցող խնդիրների հետ, բայց բանակը մեր պետության ողնաշարն է, մեր հասարակության զարգացման կարևորագույն զարկերակն է։ Բանակը մեր, ինչ ասեմ, առանցքն է զարգացման։ Հանեք դա ոչ պետություն կլինի, ոչ հասարակություն կլինի, ոչ ժողովուրդ կլինի, եւ անկախ նրանից, թե ով ինչ օգուտներ է փորձում քաղել, դիվիդենդներ է քաղում այդ զորահանդեսից, ակնհայտ է, չէ՞ որ այդ զորահանդեսը նախընտրական, ուրեմն տրամադրվածության պատճառով է կազմակերպվել, բայց ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հստակ իմանա, ժողովուրդ ջան, այդ գնված զենքի գործընթացում դուք ունեք յուրաքանչյուրը ձեր լուման, այդ մեր փողերից է, այդ մեր ներդրումն է, մեր վերջի տարիների զրկանքների հետևանքն է, մեր հասարակությունն է, մեր հարկատուները, մեր ժողովուրդը, մեր նաև սփյուռքահայերը բոլորը ինչ որ չափով մասնակից են այս process-ին։ Սա մեր բոլորիս ձեռքբերումն է։ Այո, եւ այն վարկերը, որոնք Նիկոլ Փաշինյանը ասում է, այդ վարկերը դիթուք այդ վարկերով է բերված, ժողովուրդ ջան, այսինքն սա մենք ենք արել, երբ որ մենք ենք ստեղծել, ես չեմ կարող իմ ստեղծածից դժգոհ լինել, հասկանում եք։ Ես հպարտ եմ մեր բանակով, կրկնում եմ մեր իր բոլոր թերություններով հանդերձ եւ զորահանդեսը կրկնում եմ անկախ նրանից ով ինչ դիվիդենդ է ակնկալում կամ ինչի համար է պլանավորել կազմակերպել, փառք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, փառք Հայաստանի Հանրապետության զինվորին, շարքայինից մինչև գեներալ եւ խոնարհում ես այս պահին մեր պետական սահմանում մարտական հերթապահություն իրականացնող հայոց բանակի զինծառայողներին։ Դա քննարկելու բան չկա։ Քննարկվում է հետևյալը, պարոն Նորիկյան, Նիկոլ Փաշինյան հայտարարում է, որ զրոյից բանակ է ստեղծել։ Զրոյից բանակ չի ստեղծվել, Հայաստանի Հանրապետությունը բանակը ստեղծվել է 1992 թվականից, յուրաքանչյուր ժամանակահատված ունեցել է իր խնդիրները, իր բարդությունները, մեր բանակը իր թեկուզ վիրավոր է, այսօր թեկուզ արնածոր է, բայց ուրեմն ինքը պերմանենտ զարգացող օրգանիզմ է, ոչ ոք չի կարող այդ համակարգը առավել ևս հիմա Փաշինյանը արձանագրել, որ ինքը զրոյից է ստեղծել, չի կարելի, դա քաղաքական խոսույթ է, որը չի համապատասխանում իրականությանն է, բանակը ստեղծել է մեր ժողովուրդը, բանակը մեր պետության կորիզն է, եւ ես տա Աստված, որ հաջորդ իշխանությունը
այն մյուս իշխանությունը առավել զարգացնել մեր բանակը։ Այսինքն մենք հիմա մի թեմայի մասին ենք խոսում Տիկին Մարիա, այսինքն քննարկելու բան չկա այստեղ էլի։ Հավաստիացնում եմ ձեզ։ Պարոն Նորիկյան, եւ վերջին հարցս։ Ես գիտեմ, որ վթարների հետ կապված դուք ունեք ձեր մոտեցումը, բավականին շատ են վթարներից զոհերը։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ վարորդներին, եւ ներքին գործերի նախարարությունը այդ նախագիծը արդեն դրել է քննարկման, 50,000 դրամ կվճարեն այն մարդիկ, ովքեր զրկված են վարորդական իրավունքներից, առանց քննության կստանան իրենց վարորդական իրավունքները եւ նորից կսկսեն վարել մեքենաներ։ Ինչ կարծիք եք այս ընդ որում կա երկու տարբեր տեսակետ հանրության մեջ։ Մարդիկ կան, որ ասում են ոչինչ, շանսերը տվեք, որովհետև երբեմն մարդիկ հարբած չեն լինում, խմած չեն լինում, բայց ավելի վատ են վարում, իսկ մյուսները գտնում են, որ այդ թիվ ամեն դեպքում 5,000 մարդու մասին է խոսքը, այդ վարորդական իրավունքից զրկվածների 2025 թվականի տվյալներով, միայն 2025 թվականի։ Եվ Գիտեք, միանշանակ բարդ է պատասխան տալը եւ այն մի տարբերակ ունի իր դրական ու բացասական հիմնավորումներն ու պատճառաբանությունները եւ մյուս տարբերակ ունի։ Ես անձամբ դժգոհ եմ մեր երթևեկության ընդհանուր մշակույթի բացակայությունից։ Հայաստանի Հանրապետությունը մայրաքաղաքում ընդհանրապես երթևեկության մշակույթ գոյություն չունի։ Այս ամենօրյա խցանումները ժամերով նյարդ փճացնող մեր առողջության հաշվին իրականացող երթևեկությունը դա վկայում է մի բանի մասին, որ մենք երթևեկության կուլտուրա չունենք, մենք կրթված վարորդների խնդիր ունենք, ինձանից սկսած ընդ որում, հասկանում եք, դպրոց չի եղել կամ նոր է ստեղծում այդ դպրոցը, հիմա չգիտեմ Ընդհանրապես պետության պարտականությունը իր քաղաքացուն ներելը, հնարավորություն տալը, շանս տալը, սա հասկանալի մոտեցում է, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որովհետև դա նաև մարդկային կյանքեր է արժանում։ Նույն Նիկոլ Փաշինյանը հենց այս նույն քարոզարշավի սկզբին բացեք Վարդենիսում իր քարոզարշավի մի քանի անգամ ինքը մի 20 օր դիմադրեց, ասում է ժողովուրդ ջան, դուք լսեք, ես ում կյանքի հաշվին ձեզ զիջեմ, ում կյանքի հաշվին, ինչ բառերն են ասում, չէ։ Հետո քաղաքական, այսպես ասած, պայքարի տրամաբանությունը կամ դիվիդենդ ձեռք բերելու տրամաբանությունը հաղթեց, հասկանում եք։ Ես այդ վարորդին էլ եմ հասկանում, որովհետև մարդը վարորդ է, հիմա զրկվել է, բայց ինքը իր ընտանիքի հոգսերը հոգալու համար միակ միջոցն է, որ վարորդ աշխատելով պետք է հոգա։ Ես դա էլ եմ հասկանում, բայց պետության խնդիրն է, գործառնական խնդիրն է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ նախ վարորդը կրթվի, ուսուցանվի, չխախտի երթևեկության կանոնները, որոնք կհանգեցնեն նման իրավիճակի, եւ երկրորդը այնպիսի իրավական կարգավորումներ սահմանվեն, որոնցով չվիրավորեն մնացած իրավունքներն ու արժանապատվությունը, որտեղ եթե այդ լոգիկան է դրվում, լավ մի անգամ ներենք 50,000, եթե ձեր նպատակը իսկապես այդ կարգազանց վարորդների խնդիրը լուծելն է, 50,000 լուծող բան չի, հարցի լուծում չի։ Գուցե ես հիմա վիճելի բան եմ ասում, ես մասնագետը չեմ եւ նաեւ վիճակագրական տվյալներին ավելի խորքային չեմ տիրապետում այս առումով։ Գուցե այդ մարդուն կախարգելելու համար ոչ թե նրանից 50,000-ը պետք տուգանել, այլ մի անգամ 500,000-ի մասին խոսել, որ այդ մարդու մտքով էլ կյանքում չանցնի։ Թե որտեղից է պարտքվել։ Հա, վերցնում 50,000, որովհետև շատ հնարավոր է 50,000 վճարող ասել, լավ, եթե 50,000-ը կարելի է մի 11 50,000 տամ բրցնեմ, բայց որ մի անգամ այդ մարդուն ունեն ձեր լուրջ կանխարգելի գործառույթ իրականացնելու նպատակով նրան դու պատժես, ես կարծում եմ խելամիտ մարդը երկրորդ անգամ էլ երբեք չի մտածի ոչ սթափ նստել մեքենայի ղեկին կամ առանց վարորդական իրավունքի վարել տրանսպորտային միջոցը։ Այսինքն ստեղ մենք պետք է նաև օրինակ ինձ համար ուզում ենք Եվրոմիություն։ Եկեք մի հատ գերմանական օրինակը բերենք, ֆրանսիական օրինակը մի հատ ուսումնասիրենք, ավստրիական օրինակ ուսումնասիրենք։ Տեսնենք այնտեղ վարորդներին, խմած վարորդներին նման ժեստեր են անում։ Բան Նիկոլ ջան, մի հատ հələ նայ էլի Եվրոմիություն ես ուզում տանես Հայաստանը։ Հələ նայ որ երկրում է, ասենք Մակրոնը իր վերընտրվելու համար նման ժեստ կաներ, կամ Շուլցը, կամ չգիտեմ, Իտալիայի վարչապետը կարող է անում են, չեմ կարող ասել։ Եվ պարոն Նորիկյան, այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրը։ Երեխաները
մենք բոլորս գալիս ենք մանկությունից, հայտնի աշխարհահռչակ դասականներ ասում։ Ես ջերմորեն շնորհավորում եմ մեր մանուկներին, երջանիկ մանկություն եմ ցանկանում։ Ես ինքս իմ որդիների, իմ երեխաների մեջ տեսնում եմ իմ մանկությունը, իմ երիտասարդությունը, իմ պատանեկությունը եւ կարծում եմ ցանկացած հասուն մարդ, ցանկացած ծնող իր զավակների մեջ փնտրում է իր մանկությունը, որովհետեւ մանկությունը հենց այդ բառը խոսում է մաքրության մասին, անաղարտության մասին, չգիտեմ, ես որքան մեծանում եմ, այդքան մանկությունը ինձ համար ավելի թանկ է դառնում, որովհետև մանուկ հասակում ես ավելի շատ եմ զգացել կամ առավել այլ համատեքստում եմ գնահատել իմ ծնողների ներկայությունը, իմ ծնողների գոյությունը։ Հիմա հասուն տարեքից բոլորովին արդեն ծնողի աչքերով եմ ես նայում իմ զավակներին։ Ես կուզենայի, որ մեր երեխաները մեզանից լավ ապրեն։ Մեր զավակները ավելի լավ Հայաստան կառուցեն, մեր զավակները ավելի լավ անվտանգ Հայաստան կառուցեն, ամենաանվտանգ Հայաստանը զարգացած Հայաստանն է, ամենաուժեղ Հայաստանը դա ինտելեկտուալ Հայաստանն է, ամենազարգացած Հայաստանը դա արդար Հայաստանն է։ Հավատացնում եմ ձեզ, արժեքներ կան, որոնք անկախ քաղաքական կողմնորոշումից, անկախ քաղաքական դիրքավորումից պետք են, որ ես կուզենայի, որ մեր զավակները անարդարությունից չհեռանան Հայաստանից։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան։ Ես եմ շնորհակալ։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին, այնպես որ այսօր մեր երեխաների տոնն է, եւ մենք խոսեցինք կարգազանց վարորդների մասին։ Մեր վարորդներին հորդորենք, որ հիմա նրանք խաղում են բակերում, խաղահրապարակներում, պետք է զգուշավոր լինել, որտեղ ամեն քայլափոխին մեր մանուկներն են։ Ես ինքս էլ եմ վարորդ, երբեմն իհարկե զանցանք չեմ, ես էլ եմ խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, մասնավորապես այդ գծային ինչ-որ բաները, բայց իհարկե երբեք ոչ ցավ վիճակում մեքենա չեմ վարել, դա ես համարում եմ շատ ծանր հանցագործ։ Այո, եւ ինձ համար դա լրջագույն խնդիր է եւ ես խորհրդորում եմ, խնդրում եմ, պահանջում եմ մեր բոլոր քաղաքացիներից պահպանել երթևեկության կանոնները։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան, այսօրվա հաղորդման համար կհանդիպենք ընտրություններից հետո։ Անպայման։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։